Բարև ձեզ, սիրելի հետևորդներ եւ դիտողներ։ Այսօր կպատմեմ ձեզ 20-րդ դարի ամենառեղծվածային դեպքերից մեկի՝ LED masks կամ LED դիմակների գործի մասին։ Սա մի պատմություն է, որը մինչ այսօր չունի հստակ բացատրություն եւ շարունակում է զարմացնել հետազոտողներին ամբողջ աշխարհում։ 1966 թվականի օգոստոսին Բրազիլիայում Ռիո դե Ժանեյրոյի մոտակայքում գտնվող Վինտեմ լեռան վրա երկու տղամարդ հայտնաբերվեց մահացած։ Այդ տղամարդիկ Միգել Ժոզեվյանան եւ Մանուել Պերեյրա դա Կրուզն էին, էլեկտրոնիկայի տեխնիկներ Սան Պաուլոյից։ Նրանց մարմինները գտնվեցին կողք կողքի դրված, կարծես հարմար նախապես տեղավորած։ Ամենաանսովորն այն էր, որ նրանք կրում էին կրծքից մինչև ծնկները հասնող անջրանցիկ պիջակներ եւ ամենակարևորը՝ իսպատե շերտից պատրաստված LED դիմակներ, որոնք ծածկում էին աչքերը։ Դրանք այնպիսի դիմակներ էին, ինչպիսիք սովորաբար օգտագործվում են ճառագայթումից պաշտպանվելու համար։ Մարմինների վրա բռնության կամ պայքարի ոչ մի հետք չկար։ Մոտակայքում գտնվեց նաև փոքրիկ տետր։ Այդ տետրում կար մի անտրամաբանական եւ անհասկանալի գրառում՝ 16:30, լինել նշված տեղում, 19:00, ընդունել կապսուլան, ապահովել մետաղները, սպասել ազդանշանին։ Այս գրառումը դարձավ գործի ամենամեծ առեղծվածներից մեկը։ Ինչ կապսուլա, ինչու էր պետք ապահովել մետաղները եւ որ ամենակարևորն է, ինչ ազդանշանի էին սպասում։ Հետաքննությունը պարզեց, որ նրանք Սան Պաուլոյից դուրս էին եկել հատուկ նպատակի համար։ Բնակիչներից մեկը, որը տեսել էր նրանց լեռ բարձրանալիս, պատմել էր, որ նրանք բավականին լարված էին, բայց ոչ խուճապահար։ Նա հիշել էր նաև, որ նրանցից մեկի ձեռքին պոլիէթիլենային տոպրակ կար, որտեղից դուրս էին ցցված ինչ-որ նետաղական իրեր։ Քննությունը ցույց տվեց, որ տղամարդիկ չեն թունավորվել։ Մարմիններում վտանգավոր քիմիական նյութեր չեն հայտնաբերվել, բայց դա կարող էր պայմանավորված լինել նրանով, որ հետազոտությունը կատարվել էր ուշացումով, իսկ մարմինները գտնվում էին բաց տարածքում, արևի տակ։ Հետազոտողները մի քանի վարկած առաջադրեցին։ Առաջին վարկածը, որ նրանք մասնակցում էին հոգեմետ կամ հոգևոր փորձի, որը լայն տարածում ուներ Բրազիլիայում 60-ականներին։ Ենթադրվում է, որ նրանք հավատում էին, որ LED դիմակները կպաշտպանեն նրանց աչքերը ինչ-որ էներգետիկ ճառագայթումից, որը պիտի հայտնվեր այն պահին, երբ նրանք կստանան ազդանշանը։ Երկրորդ, որ նրանք փորձարկում էին որևէ էլեկտրամագնիսական սարք եւ փորձի ընթացքում սխալ հաշվարկների պատճառով կարող էր առաջանալ թունավոր գազ կամ խեղդող նյութ, որը հանգեցրել էր նրանց մահվանը։ Տերորդ եւ ամենաառեղծվածային վարկածը կապված է ատուլանտա կամ այլ մոլորակյա երևույթների հետ։ Այդ ժամանակ Բրազիլիայում շատերը հայտնում էին անսովոր լույսերի եւ անոմալ երևույթների մասին։ Բայց այս վարկածը որևէ փաստերով հաստատված չէ։ Գոյություն ունի նաև 4-րդ ամենաաշխարհիկ վարկածը, ըստ որի տղամարդիկ կարող էին խաբեության զոհ գրնել։ Որևէ մեկը կարող էր նրանց համոզել, որ կապսուլան կբացի գիտակցության դռները եւ նրանք կտեսնեն այլ իրականություն, բայց իրականում դա կարող էր մահացու դեղամիջոց լինել, բայց ապացույցներ այս վարկածի համար նույնպես չկան։ Ամենամեծ խնդիրը այն էր, որ գործը շուտով փակվեց, առանց վերջնական եզրակացության։ Ոչ մի հստակ պատճառ, ոչ մի հստակ բացատրություն։ Եվ այս դեպքը դարձավ Բրազիլիայի ամենահայտնի չբացահայտված առեղծվածներից մեկը, որը մինչ այսօր քննարկվում է հետաքննողների, խորհրդավոր պատմությունների սիրահարների եւ պատմաբանների կողմից։ Այսպիսով LED դիմակների գործը շարունակում է մնալ հանելուկ։ Ինչու էին նրանք այդքան զդուշ պատրաստվել, ինչու էին կրում LED դիմակներ, ինչու էր իրենց տետրում այդպիսի ոչ տրամաբանական գրառում եւ վերջապես ինչն էր իրականում պատճառը, որ երկու առողջ կեխնիկ մահացան միաժամանակ, առանց որևէ պայքարի կամ բռնի միջամտության նշանի։ Այս բոլոր հարցերը մինչ այսօր պատասխան չունեն։ Շնորհակալություն դիտելու համար։ Եթե ձեզ հետաքրքիր են նման իրական պատմությունները եւ դեպքերը, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք լայքի կոճակին եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչ պատմություն կցանկանաք լսել հաջորդ տեսանյութում։